Վայոց Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր դեկտեմբերի 12-ն է ուրբաթ։ Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ընդլայնված կազմով նիստում Նիկոլ Փաշինյանը նաև ելույթ է ունեցել։ ԵԱՏՄ-ի գործընկերներին Ռուսաստանի վարչապետն է դիմավորում, կառավարությունների ղեկավարները կլոր սեղանի շուրջ են հավաքվում նախ նեղ կազմով, ապա տեղի է ունենում ընդլայնված կազմով նիստը, որին բացի ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետներից մասնակցում է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը։ Այս նիստում Հայաստանի վարչապետը կարևորում է ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։ Տնտեսական համագործակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ է նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար։ Այս համատեքստում կցանկանայի նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ, և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։ Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ, սա համարելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկը։ Փաշինյանը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումն էլ կարևոր նախապայման է համարում ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար հավասար և կանխատեսելի պայմաններ ապահովելու գործում։ Անհրաժեշտ է հետևողականորեն շարժվել դեպի բոլոր կողմերի արդյունավետ փոխազդեցությունը, թափանցիկությունը և շահերի հավասարակշռությունն ապահովող լիարժեք գործունակ ընդհանուր շուկաների ստեղծումը։ Միևնույն ժամանակ առանձնահատուկ կարևորություն է ստանում ԵԱՏՄ անդամ պետությունների համար ներքին մատակարարումը երրորդ երկրներ արտահանմանը գերադասելը և այս սկզբունքի իրականացման միասնական մոտեցումներ մշակելը։ Համաշխարհային պարենային շուկաների բարձր անկայունության պայմաններում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական համակարգերի կայունությունը առանձնահատուկ կարևոր է տնտեսական կայունության ապահովման համար։ Ըստ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ արդյունքների հասնելն ուղղակիորեն կախված է համաձայնեցված գործնական միջոցառումների իրականացումից, ներառյալ նորարարությունների համակարգված ներդրումը, թվային վերափոխումը, ինչպես նաև համատեղ արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիոն նախագծերի համար արդյունավետ ֆինանսական աջակցության մեխանիզմների ստեղծումն ու մշակումը։ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի իրականացման համատեքստում կարծում ենք, որ նպատակահարմար է հետագա փուլերում կենտրոնանալ թվային լուծումների հետևողական ներդրման վրա, ապահովելով անդամ պետությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիական մոտեցումների համատեղելիությունը։ Սա կնպաստի էլեկտրոնային առևտրի գործընթացների պարզեցմանը և թվային միջավայրի կայուն զարգացմանը։ Միևնույն ժամանակ կիբերանվտանգության ոլորտում առաջնահերթություն պետք է տրվի տեղեկատվության պաշտպանության համատեղ մեխանիզմների ստեղծմանը, կարևորագույն ենթակառուցվածքների դիմադրողականության բարձրացմանը և կիբերսպառնալիքներին արձագանքելու ստանդարտների և մեթոդաբանությունների մշակմանը։ Նման համապարփակ մոտեցումը վարչապետի կարծիքով կնպաստի վստահության ձևավորմանը, թվային միջավայրի անվտանգության բարձրացմանը և գործընթացների անվտանգ և արդյունավետ գործունեության ապահովմանը։ Ամփոփելով, Հայաստանի ղեկավարը ևս մեկ անգամ հաստատում է փոխշահավետ համագործակցության Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը։ Ազատության հարցմանը ի պատասխան փոխվարչապետն ասել է, որ քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան։ Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական, պատասխանել է փոխվարչապետը։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին օրինագիծը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախագծում առաջարկված փոփոխություններին, ապա պատասխանել է հարցերի։
ամենակարևոր հանգամանքներից եմ ուզում նշել, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասով մենք ունենք փոփոխություն, որ այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից, եւ առաջին հաշվարկային ամիսը ապահովագրավճար վճարողների համար կդիտարկվի նոյեմբեր ամիսը, ինչու ենք վերցրել նոյեմբերը, որովհետեւ ըստ էության դեկտեմբերը աշխատավարձերի եւ պարգևավճարների հավելյալ ուրեմն հաշվարկների առումով շեղող ամիս է եւ դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը, այսինքն օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերին ստորագրման հաջորդ օրվանից, որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը, վճարման առաջին ամիսը կլինի հունվար ամիսը, հունվարի մինչև 20-ը, բայց մինչև հունվարի 20-ը հաշվարկը կիրականացվի դեկտեմբեր ամսվա հաշվարկի վրա, այսինքն պահումը այդ 300 դրամի կամ մյուս սանդղակների պահումները կիրականացվեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից հունվար ամսվա ընթացքում, բայց այստեղ էլ ուզում եմ նշել նաև այս մասով պետությունը եւս կառավարությունը հասկանալով, որ մենք կարծես մեկնարկային տարին ենք, դիտարկել է ոչ թե վճարումից հետո հաջորդ ամսվանից փաթեթի ակտիվացումը, այլ փաթեթները կակտիվանան հենց հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20-ը։ Այստեղ էլ մենք որպես ընթառաջ եւ առաջին տարի այս կարգավորումը եւս մտցրել ենք։ 63-ից 65 տարեկան քաղաքացիները երբվանից են մտնելու ապահովագրական համակարգի մեջ։ Իհարկե սա մենք կքննարկենք հաջորդ տարվա բյուջետավորման շրջանակում, ինչպես ասեցի, սա կախված կլինի նաև այս տարվա մեր դիմելիության տեմպերից, մենք այստեղ էլ պիտի հասկանանք, քանի որ սա մեկնարկային տարին է եւ առաջի 6 ամիսների արդեն արդյունքները մեզ հնարավորություն կտան ավելի ճշգրիտ ուրեմն հաշվարկները եւ հաջորդ տարվա արդեն կոնկրետ ունենանք, այստեղ անպայման կանդրադառնանք, ինչպիսի կարգավիճակով են ընդգրկված ուսանողները։ Նրանք եւս այս պահին նորից եմ կրկնում, պարտադիր ապահովագրման համակարգ դեռ չեն մտնում, այլ նրանք եւս կներառվեն 2028 թվականից։ Դրա համար մինչեւ այս շրջանը նրանք վճարման պարտավորություն չունեն։ Իսկ մինչեւ 2028 թվականը մենք մեր իհարկե արդեն հաջորդիվ կառավարության ծրագրում ներառված առաջնահերթություններից ելնելով, նաև այս հարցը կդիտարկենք, թե ուսանողների առաջադիմության կամ այլ հանգամանքներից ելնելով, օրինակ, չգիտեմ, մարզերից Երևանում սովորողների կամ այլ հանգամանքներից ելնելով, ինչպիսի սուբսիդավորման համակարգ կունենանք ուսանողների համար։ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ավարտել են բանակցությունները Աշխաբադում։ 10 գործակալության փոխանցմամբ հանդիպումը տևել է մոտ 90 րոպե։ Էրդողանի հետ բանակցությունների ավարտից հետո Պուտինն առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի ուշ պարզաբանել է, որ նախագահները քննարկել են Ուկրաինայում կարգավորման հարցը եւ Եվրոպայի կողմից ռուսական ակտիվները շահագործելու փորձերը։ Օրակարգում ներառված էին բազմաթիվ խոշոր համատեղ նախագծեր, առաջին հերթին Աքույու ատոմակայանի շինարարության շարունակությունը։ Ավելի ուշ հանդիպմանը միացել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ երկրի տարածքի վերաբերյալ ցանկացած փոխզիջում պետք է դրվի համաժողովրդական որոշման։ Զելենսկին նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում մնացել է երկու վիճելի հարց։ Մեկը Դոնեցկի մարզի տարածքն է եւ դրա հետ կապված ամեն ինչ ու ռուսական զորքերի գրաված Զապարոժեի ատոմակայանի ապագա կարգավիճակը։ Զելենսկու խոսքով Միացյալ Նահանգներն առաջարկում է, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնեցկի մարզում իրենց վերահսկողության տակ մնացած մասից եւ երկրի արևելքում ստեղծվի ապա ռազմականացված հատուկ տնտեսական գոտի։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Զելենսկին, Միացյալ Նահանգները թույլ կտա Ռուսաստանին պահպանել զորքերը Դոնեցկի, Խերսոնի եւ Զապարոժեի մարզերում, բայց կպարտավորեցնի նրանց լքել Դնեպրոպետրովսկի, Խարկովի եւ Սումիի շրջանները։
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը շարունակվելու դեպքում հավանաբար կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի, զգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես ասել եմ, եթե բոլորը շարունակում են նման խաղեր խաղալ, դուք կհայտնվեք երրորդ համաշխարհային պատերազմում, ասել է նա։ Նրա խոսքով միայն նախորդ ամիս պատերազմում առնվազն 25,000 մարդ է զոհվել եւ խորը հիասթափություն է հայտնել շարունակվող բախումների կապակցությամբ։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Թրամփը խիստ հիասթափված է թե Ռուսաստանից, թե Ուկրաինայից հակամարտության լուծման դանդաղ առաջընթացի պատճառով։ 2024-2025 թվականներին կարգտահարությունից տուժած Շիրակի մարզի 4 համայնքների գյուղացիական տնտեսությունները վնասի փոխհատուցման գումարները դեռ չեն ստացել։ Հայտարարված ժամկետից մոտ 1 ամիս ուշացման պատճառ մարզի գյուղատնտեսության վարչությունը նշում է վնասի չափերի հստակեցման եւ փաստաթղթերի հավաքագրման ծավալուն աշխատանքը։ 2 տարվա մեջ կարկուտներից տուժել է մարզի 6300 հեկտար ցանքատարածք։ Հատ առ հատ նայել է, ոչ մի հոգի դուրս չի մնացել, այսինքն մարդկա, սա չէ, իմս կարգուտը զարգել է, դուրս է մնացել ծրագիր, չէ, ոչ մի մարդ դուրս չի մնացել, ամբողջը ներգրաված է սա մեջ։ Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղի տուժած տնտեսությունների 24 եւ 25 թվականների կարգտահարության վնասների եւ փոխհատուցման ենթակա հողերի մասին փաստաթղթերն են։ Վարչական ղեկավարը ցանկը կազմել է 3 ամիս առաջ։ 2024-ի կարկուտից գյուղում 47 հեկտար ցանքատարածք էր վնասվել։ 2025-ին վնասները բազմապատկվեցին։ Մոտավորապես 197 հեկտարի կարգի հացահատիկ 80%-ով գրեթե ավիրվավ։ Ժողովուրդը ոչ մի հնձում, ոչ մի պերկավակ չկատարեցին, այն ամբողջը մնաց տաշտի մեջ է։ Ես ունեի 7 հեկտար հող, կարգուտը մի տաշտերով ասեմ, կրանիցի մեջ հեկտար 6000 ավյոս, վարսակ չէ ավյոս, հետո դորից դուրս կկանք 1 հեկտար ու կես կարի, 85%, հետո դուրսը կկա շենքի մոդը նորից ավյոս, հեկտար ու 6000 նորից ավյոս, լրիվ 85% կարգուտը զարգել է։ Ես տուժել եմ 3,5 հեկտար կարի, կարտոշկա 24 թվին, նորից կարի, ու 80-60-ից 80% վնաս է եղել։ Բայց չէ, մինակ ես եմ տուժեր, բնակիչները, Հայկավան գյուղի բնակիչներն են տուժեր։ 9 հեկտար ես ցանել եմ վարձակալական, իմ սեփական հողերը, նույն վնասված մարդկանցից մեկը ես եմ։ Որինք սպասենք մի վարձատրույց է լինելու պետությունը։ 2024-25 թվականներին մի քանի անգամ տեղացած կարկուտներից տուժած համայնքներին այս տարվա հոկտեմբերից 3 շաբաթ ժամանակ տրվեց վնասի չափերի տվյալները հավաքագրելու համար։ Փաստաթղթերը հավաքվեցին համայնքներում, հետո փոխանցվեցին մարզային հանձնաժողովին։ Շիրակի մարզպետի աշխատակազմում են վերջնական դարձել տվյալները։ Հոկտեմբերից դեկտեմբեր ցուցակներ են ճշտել, դրանք մի 10 օր կլինի, որ մարզպետարանից հասել են հանրապետական հանձնաժողով։ Նշված ժամկետից ուշացում է եղել։ Բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացվել համայնքների կողմից, ճշտվել են եւ հողատարածքների չափերը եւ սեփականության հիմք հանդիսացող վկայականները տեղեկանքներ են կազմվել, որոնք բավականին ծավալուն են եւ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, որի համար համայնքներից ստացել ենք համապատասխան գերություններ, որպեսզի ժամկետները որոշակի առումով երկարացվեն եւ դրանով է պայմանավորված ժամկետների փոփոխությունը։ Կառավարության որոշմամբ տուժած տնտեսությունների մասնակի փոխհատուցման գումարները տեղ էին հասնելու մինչև նոյեմբերի 15-ը։ 1 ամիսն անց է, բայց շահառուները դեռ չեն վճարվել։ Ստուգման փուլում են եւ ստուգումն ավարտվելուց հետո կսկսեն արդեն վճարման գործընթացները, այս բանը հստակ չեմ կարող նշել, թե որ համայնքը ինչ ժամկետներում կավարտվի, քանի որ ոչ միայն Շիրակի մարզի համար այս ծրագիրը, այլև հանրապետության 2 տարում մարզում կարգտահարվել են 6000 հեկտարից ավելի հացահատիկի, կարտոֆիլի եւ այլ մշակաբույսերի ցանքատարածքներ։ Վնասվածության չափը գնահատվել է 30-ից 90%։ Մասնակի փոխհատուցման ենթակա են 40-ից 100%-ով վնասված ցանքերը։ Հողօգտագործողները սպասում են մինչև տարեվերջ փոխհատուցման գումարների տեղ հասնելուն, որ գոնե կարողանան տարին փակել առանց հարկային պարտավորությունների։ Այդ գումարը նորից օգտագործենք, նորից վարենք, նորից ցանենք, նայենք հաջորդ տարի ինչ արդյունք կստանանք։
դից վարելի կառնենք, սերմ առնենք, բարոդանուտ առնենք այդ գումարով։ Որ իրանց կոնե հողի հարգերից փագեն վնասի փոխհատուցման կսպասեն էլի։ Հա, ինչ որ չափով ծախսերը հող կան։ Որ նորից կարունը սկսեն վարեն, ցանեն։ Վնասների փոխհատուցմանը սպասող գյուղացիական տնտեսությունները ելի հողերը պարապ չեն թողել։ Օգտվելով բուսաբուծության աջակցության պետական ծրագրից մի մասն էլ բարք վերցնելով հեկտարների վրա աշնանացան են ցանել։ Ցորենի ցանկատարածքներն ավելացել են։ 13160 հեկտար ունեցել են 24 թվականի բերքի տակ իրականացված աշնանացան, 25 թվականի բերքի տակ ցանվել է 11144 հեկտար, բայց սրա համեմատությամբ նաև ցանկանում եմ նշել, որ 2026 թվականի բերքի տակ իրականացված ցանկը շուրջ 7500 հեկտարով ավելացել է։ Հաջորդ տարվա համար 7500 հեկտարով ավելի աշնանացան ցորեն է ցանվել։ Այն գյուղատնտեսության վարչությունը համարում է վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշը։ Մարզում մոտ 19000 հեկտար ցորենի ցանք է կատարվել։ Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ նրա հոսն այսպիսին էր, քիչ անց Շանթ Գյումրիի ուղիղ եթերը կշարունակի տեսանկյուն հաղորդաշարը, տեսանկյան հյուրն է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։